Ստացել են Կերխեր մագնիշի մեքենաները, իրանց հիմնական առավելությունները նախորդողներին նրանք են, որ առաջնահերթ փոշու արտանետում համարյա չկա։ Երկրորդ իրանք չափերով շատ փոքր են, ճկուն են, կարողանում ենք ավելի նեղ փողոցները մաքրել ու համեմատած նախկինների արդեն աղմուկը ավելի ցածր է։ Սկսում ենք աշխատանքը գիշերվա ժամը 1-ին, մինչ լուսադամ ժամը 6-7-ը։ Մեր հիմնական նպատակն է, որ մեր Երևանը ավելի մաքուր պահենք, հեշտացնենք սանմաքրման աշխատանքը։ Ճկունա, հարմարավետ է, բոլոր հարմարանքներով ստեղծված է։ Ամեն ինչ անում ենք, որ մեր մայրաքաղաք Երևանը ավելի մաքուր լինի։ Ժամանակը 1:01։ Դիսպեչեր։ Գարեգինժդեմ թունելային լուսավորությունը միացված է, ճակատային դռները բաց են, ազդանշանը տրված է, հոսանքի արկայությունը ստուգված է, բացակայում է։ 5 հոգի լրագրողների հետ մեզ մոտ պիտի փակուղում եւ ընդհանուր կայարանում նկարահանում կատարեն։ Երևանի մետրոպոլիտենի կանգառից հետո 12-ից հետո սկսում է մեր աշխատանքը բարդ գիշերային աշխատանք, որպեսզի առավոտյան գնացները դուրս գան գից եւ սպասարկեն մեր սիրելի քաղաքացիներին։ Թողի։ Նավեր թողի լավ է։ Լավ է։ Մենք գտնում ենք Գարեգին Նժդեի փակուղում, որտեղ գտնում է շրջադարձ կատարելու համար SP6 տիպի սլակային փոխադրիչներ, որոնք նախատեսված են գնացների ուղղությունը փոխելու համար։ Վերանորոգվել է 2024 թվականի դեկտեմբերին, աշխատում է ամեն 5 րոպեն մի անգամ, նախատեսված է հիմնականում անվտանգության կանոններից օգտվելու համար, որպեսզի դուրս եկած կամ փոխված կամ փախած գնացները, եթե չեն կանում կայարանում, պահում է եւ ուղարկում որսիչ փակուղի, որտեղ գնացքը բռնվելու է։ Երևանի մետրոպոլիտենի հիմնական նպատակը մարդկանց անվտանգությունը պահպանելն է, որի համար նախատեսված է տվյալ սարքավորումը ավտոստոպ, որը վերանորոգվել է իմիջիայլոց այս տարի, որը չէր վերանորոգվել 15-ից 20 տարի, բավականին ժամանակ։ Նախատեսված է ավտոստոպը գնացների կանգնացնելու համար, եթե վթարային վիճակին գնացքը ցանկանա անցնի, կարմիր լուսացույց չի կարա, որովհետև կստե ունենք մենք ավտոստոպի վալիկ, այս վալիկը պահում է գնացքին։ Տես, ինքը բացեց, թույլատրող ազդանշանը սպիտակ, գնացքը դուրս է գալի երթուղին։ Նենց որ հարգելի քաղաքացիներ, երթվեք անփորձանք եւ ուրախ։
նկերել ես, զգացվում է, որ նկերել ես։ Ինչ եք նկարում։ Այսօր լավ տրամադրություն եմ մաղթում բոլորին։ Բավականի հետաքրքիր մթնոլորտ է, եւ մենք սա իրականացնում ենք երկրորդ տարեանունց մեջ զանգահրատարակչության հետ եւ տեսնելով երեխաների տրամադրությունը շփվելով ծնողների հետ կարծում եմ, որ մեր միջոցառումը կայացել է։ Այս տարի 2 օր շարունակ որոշեցինք, որ անգլիական այգում կգործի մանկական գրքի փառատոնը կամ ժամանցային ծրագիր, երեխաները կարող են նկարել։ Ես երեխաներին մաղթում եմ լավ օր։ Ես այսօր կերել եմ պաղ-պաղակ, շատ լավ օր է սանցել։ Դրել եմ մամա տորտիկի վրա եւ վարվել եմ փչել եմ։ Happy birthday to you։ Ես սիրում եմ այն օրը, որ գալիս է երեխաների տոնը։ Ես այս տոնը ավելի շատ եմ սիրում, քան մյուս տոները։ Ստեղ ինձ դուր եկավ թագը, նկարչությունը։ Աշխարհի բոլոր երեխաներին կմաղթեմ, որպեսզի նրանք ապրեն խաղաղ երկրում։ Կանոնները կեծիջերի կանչով մեղմիկովիկով։ Երեխաներին կմաղթեմ իհարկե անհոգ մանկություն, երջանկություն։ Ուզում եմ շնորհավորեմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով։ Մաղթում եմ ձեզ ամենակարևորը առողջություն, մեր ցանկությունն է, որ լավ ուսում ստանաք, եւ այսօր մենք մի փոքրիկ գիտելիք էլ ձեռք կբերենք մեր Երևանի ենթակայության տակ գտնվող տնտեսություններում։ Շատ հետաքրքիր էր ամեն ինչ, ծաղիկներն էլ էին շատ սիրուն, ես հասկացա, թե ոնց ծառեր տնկին կամ ծաղիկներ։ Ինձ հետաքրքիր էր իմանալ շրջակա միջավայրի մասին։ Առհասարակ թափառող կենդանիների մասին խոսելիս մենք միշտ պետք է հաշվի առնենք, որ հետագայում դուք էլ եթե հիմա պահում եք կամ կուզենաք պահեք, հաշվի առնեք, որ դա կենդանի պահելը կոնկրետ պատասխանատվություն է։ Հիմա իրենց հետ փորձենք խաղանք, փորձենք խնամենք, կերակրենք։ Ուրախանում եմ, որ տեսնում եմ գոնե որոշ բարի մարդիկ օգնության ձեռք են մեկնում, նման հաստատություններ են բացում։ Այսօր իմ համար շատ ուրախ օր էր, որովհետև ես երկու շուն եմ պահել, ես շների շատ եմ սիրում։ Ես ուրախ եմ, որ եկել եմ կենդանիների խնամքի, որովհետև մանավանդ շունը, որ հավատարիմ կենդանի է, մենք պետք է իրենց խնամենք եւ լավ վերաբերվենք։ Թափոնների տեսակավորման աղբամաններն են, ամեն գույնը իր նշանակություն ունի, դեղինը թուղթն է, կապույտ գույնը պլաստիկն է, կարմիրը ալյումինը։ Տեսակավորման մշակույթը հենց ձեզանից սկսենք։ Երևան 2800 գիրքն եմ, որ ես մեծ սիրով կկարդամ տանը։ Я первый раз, я просто в полном восторге. И от Армении, и это вообще от этого, конечно, все это организовать, это здорово. Я надеюсь, что будет все хорошо. Я участвую в фестивале в Ереване, танцую роль Альберта из балета «Жизель». «Жизель» для меня очень значимый спектакль. Хотелось бы как-то затронуть зрителя этой достаточно драматической историей.
Впечатления на самом деле самые положительные. Мне очень нравятся люди, которые здесь живут, все такие добрые, гостеприимные. Конечно, безусловно, красоты этой страны невероятные. Все, что связано с горами, с природой, это вообще оставляет неизгладимое впечатление, незабываемые эмоции дарит. Это очень важно для артиста, как вдохновение. И природа — это, конечно, неотъемлемая часть того, откуда мы можем черпать вдохновение. Поэтому мне очень нравится. Я надеюсь, что зрители получат самые хорошие эмоции, которые запомнят надолго. Սիրելի փոքրիկներ, Երևանի քաղաքապետարանը հունիսի 1-ից մեկնարկում է արդեն սիրված եւ սպասված Հեքիաթ Նանիվների վրա նախագիծը, որի շրջանակում Բեբուկ շարժական թատրոնը Հեքիաթի հրաշքը կհասցնի Երևանի 12 վարչական շրջանների փոքրիկներին։ Հունիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը թատրոնը հյուր կգա Երևանի բակեր ու այգիներ, ցուցադրելով տիկնիկային եւ ստվերների ինտերակտիվ ներկայացումներ։ Կլինեն տիկնիկագործության եւ տիկնիկավարության վարպետաց դասեր, խաղեր, ինչպես նաեւ հեքիաթների ինտերակտիվ ընթերցանություններ հայտնի եւ սիրված դերասանների մասնակցությամբ։ Սպասեք մեզ Երևանի բոլոր վարչական շրջաններում հունիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը։ Սիրով Երևանի քաղաքապետարան։ Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի, վերամշակենք միասին։